Միացյալ Նահանգների նախագահը ծանր զրույց է ունեցել Իսրայելի վարչապետի հետ։ Պաշտոնական լրահոսում նշված է, որ Թրամփը արդյունավետ զրույց է ունեցել Նեթանյահուի հետ։ Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Իսրայելական զորքերը չեն ուղարկվի Բեյրութ, իսկ այն զորքերը, որոնք արդեն ճանապարհին էին, հետ են գնացել։ Թրամփը հայտնել է, որ միջնորդների միջոցով խոսել է նաև Հեզբոլլահի հետ։ Լիբանանում Միացյալ Նահանգների դեսպանատունը հաստատել է, որ Իրանի աջակցությունը վայելող խմբավորումը համաձայնել է կրակը երկկողմանի դադարեցնելու Սպիտակ տան ղեկավարի առաջարկին։ Բարձրաստիճան ներկայացուցիչների միջոցով շատ լավ հեռախոսազրույց ունեցա Հեզբոլլահի հետ։ Նրանք համաձայնեցին, որ բոլոր հրաձգությունները կդադարեցվեն։ Իսրայելը չի հարձակվի նրանց վրա, նրանք էլ չեն հարձակվի Իսրայելի վրա։ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո Նեթանյահուն միանշանակ չի պատասխանել, թե դադարեցնելու է կրակը ու չի հարվածելու Բեյրութին։ Նա պայման է առաջ քաշել, որ նախ Հեզբոլլահը դադարեցնի կրակը։ Հակառակ դեպքում սպառնացել է հարվածել նրա խոսքով Բեյրութի ահաբեկչական թիրախներին։ Իսկ հարավային Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու մտադրություն ընդհանրապես չունի Թել Ավիվը։ Թրամփ-Նեթանյահու հեռախոսազրույցից սկանդալային մանրամասներ է հայտնել Axios-ը։ Ամերիկյան լրատվական կայքը վստահեցրել է, որ Թրամփը գոռացել է Նեթանյահուի վրա։ Լրատվամիջոցի 3 աղբյուրները հայտնել են, Միացյալ Նահանգների ղեկավարը քննադատել է Իսրայելի վարչապետին, նրան անվանել խելագար, անգամ հայհոյել է, հիշեցրել, որ իր շնորհիվ է Նեթանյահուն ազատության մեջ։ Եթե ես չլինեի, դու բանտում կլինեիր, բոլորն ատում են քեզ ու Իսրայելին, քո պատճառով, ասել է Թրամփը ըստ Axios-ի։ Լրատվական կայքի աղբյուրները նաև հայտնել են, որ Թրամփը տեղյակ է, Հեզբոլլահն էլ է հրթիռներով հարվածում Իսրայելին և Թել Ավիվն իրավունք ունի պատասխանել։ Բայց Միացյալ Նահանգների նախագահը կարծում է, որ Ցահալը անհամաչափ ուժ է կիրառում, վտանգելով Իրանի հետ հրադադարի ամերիկյան ջանքերը։ Շատ փորձագետներ ենթադրում են, որ Թրամփի բարկության պատճառը Իրանի հետ բանակցություններն են։ Իրանը պահանջում է, որ Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություններում ամրագրված լինի, որ հրադադարը պետք է պահպանվի նաև Լիբանանում։ Թրամփը կարծես հակված է համաձայնել դրան, բայց Նեթանյահուն այլ պլաններ ունի։ Թրամփի հետ հեռախոսազրույցից ժամեր անց Իսրայելը նոր հարվածներ է հասցրել հարավային Լիբանանին, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տերղազարյան, Հայլուր։